Բնականաբար դուք այսպես հետևում եք, թե ինչ է կատարվում, Ադրբեջանից է մեր մոտ պատվիրակություն գալիս, մերոնք են այնտեղ գնում, ինչ այդքան այս պատերազմից հետո այդքան մերձեցել են հայ ժողովուրդն ու ադրբեջանցիները, թե սա իշխանությունների այսպես քաղաքականությունն է։ Տեղյակ չեմ։ Տեղյակ չեք, որ վերջերս փոխվարչապետներ իրենց եկել էստեղ։ Հետաքրքիր չի։ Դուք առհասարակ չեք հետևում այստեղ ինչ իրադարձություններ են կատարվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է պետք է այդ պատերազմի հետ չփակենք, մտնում ենք խաղաղության փուլ, անգամ Արարատն են քողարկում։ Չի հետաքրքիր։ Պարոն Հակոբյան, վերջերս Օնիկ Գասպարյանը առաջարկ ներկայացրեց նորից քննարկել, փակնիստ հրավիրել ու պատերազմի հանգամանքները քննարկել։ Սրա վերաբերյալ ինչ կասեք, ինչ է սա տալու։ Չեմ կարող մեկնաբանը, կարող Օնիկը մեկնաբանը։ Բայց կան ինչ որ փակ, այսպես գաղտնի մութ էջեր, որոնք դեռ քննարկման կարիք ունեն։ Չգիտեմ Օնիկի մոտ ինչ կա, ես տեղյակ չեմ։ Չի հետաքրքրում։ Ձեր կարծիքն է այսպես հետաքրքիր, անհրաժեշտություն տեսնում եք նորից այս թեման քննարկելու, փակնիստ հրավիրելու։ Մի անգամ քննարկեցին, բայց զեկույցը այսպես փակ ռեժիմ են դրել, ոչ մեկ ծանոթ չի, ինչ է գրված այնտեղ։ Հիմա նոր նիստ ինչ պետք է տա։ Ոչ մի բան։ Այսինքն, այսպես ապարդյուն հերթական նիստն է լինելու։ Քանի որ կարծես իշխանությունները տրամադրված են կրկին այս հարցով նիստ անել։ Ընդհանրապես, այնինչ որ անցյալում է, դրան անդրադառնալը անիմաստ է։ Բայց պատերազմը ձեզ անցյալում է դրա հետևանքները։ Դեռ հետքերը թարմ չեն, պարոն Հակոբյան։ Հետքերը կարող է ասակյանքներ թարմանա, բազդավոր բան չի նշանակ։ Եթե ձեզ օրինակ նոր նիստ հրավիրեն, ձեզ հրավիրեն, որպես այսպես գլխավոր շտաբի նախկին ղեկավար, դուք կգնաք կմասնակցեք այդ քննարկմանը։ Առհասարակ ես հապուս չեմ գնամ նիստի մասնակցել։ Եթե անգամ շատ այդպես կարևոր լինի իմանաք, որ այսպես գաղտնի փակ կամ այսպես բացահայտող, չգիտեմ, ինչ որ հարց են քննարկելու։ Համար կարող է լինել գաղտնի հետաքրքիր, համար գաղտնիք չկա։ Պատերազմի հետ կապված այլևս դուք գաղտնի։ Ես գաղտնիք չունեմ պատերազմի հետ, ինչ որ գիտեմ։ Կայս գիտեմ։ Գուցե ասեք հիմա հանրությունն էլ իմանա, որտեվ իրենք օրինակ զեկույցը փակ ռեժիմ են դրել ու հանրությունը մինչ օրս ծանոթ չի։ Ինչ որ պետք է ես ասել եմ։ Մի հարցել էլի պարոն Հակոբյան, իրենք ասում են Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես չվերընտրվեմ այս ընտրություններում նոր պատերազմ է սեպտեմբերին լինելու։ Ինչով է դա պայմանավորված։ Դե ինքը կարող է մեկնաբանել։ Երկրի ղեկավարը ինքնաբանացնել։ Այսինքն, եթե Փաշինյանը չլինի, ստացվում է այդպես մի նոր պատերազմ է լինելու։ Ես տեղյակ չեմ, ես չգիտեմ երկրի որ գործընթացը որտեղ ինչ է կատարում։